Ամասիայի համայնքային կենտրոնի և մանկապարտեզի բացման արարողությունից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց համայնքի առողջության կենտրոն։ 1970 թվականին կառուցված առողջության կենտրոնի շենքը երկրաշարժից հետո գտնվում էր անմխիթար վիճակում։ Այն սպասարկում էր նախկին շրջկենտրոնի և հարակից բնակավայրերի շուրջ 9000 բնակչի, սակայն բուժհաստատությունը համալրված չէր անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Վերակառուցվելուց հետո հաստատությանը տրամադրվեց նաև ժամանակակից սարքավորումներ։ Մինչդեռ հիվանդանոցը հիմա ունի մասնագետ կադրերի պակաս։ Բժշկական հետազոտման համար ամասիացիները ստիպված են հասնել Մարզկենտրոն Գյումրի, նշում է առողջության կենտրոնի տնօրեն Աննա Մկոյանը։ Շենքի վերանորոգումից հետո ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախատեսված է նաև լուծել մասնագետների վերապատրաստման հարցը։ Եվ այն մասնագիտության պակասը, որ կա, մենք ունիվերսալ մասնագետներ ենք պատրաստելու, ընտանեկան թերապևտը կթերապետի մի քանի ուրեմն հմտությունների, մասնագիտությունների, որպեսզի կարողանա տեղում օգնություն ցուցաբերել։ Այսինքն համալիրի մոտեցումը եւ ես գտնում եմ, որ ազգանվերության շատ գոհ կլինի եւ կենտրոնի գործունեությունը եւ բժիշկների գործունեությունը։ Առաջնային ես համարում եմ, քանի որ մեր բժիշկներից որոշները համատեղությամբ են աշխատում, գալիս են Գյումրիից, հիմնականում առաջնայից մեզ անհրաժեշտ է մանկաբարձ գինեկոլոգ։ Հիմնականում թե պետք է անձը ցանկություն ունենա, որպեսզի կաշխատի այս հեռավոր շրջանում։ Տամեն ունենք 4 բժիշկ, ամբողջ հոգսը ընկած է 4 մասնագետի վրա։ Վիրաբույժն է, մանկաբույժն է, 2 հատ է թերապևտ։ Մյուս մասնագիտություններից ոչ մի հոգի չկա, պարզ չէ, որ ժողովուրդը պետք է բոլոր դեպքերում կամ Գյումրի մեկնի, կամ Աշոց գնա, կամ Երևան, որը շատ դժվարությունների հետ է կապված։ Ինչպես համայնքային, այնպես էլ առողջության կենտրոնների վերանորոգման աշխատանքները իրականացվել են Հայաստանի սոցիալական ներդրումների ֆինանսավորմամբ։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանն ասում է, թե ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 88 միլիոն դրամ։ Իսկ ծրագրի շարունակության մասին խոսել է հիմնադրամի տնօրենը վաղ է համարում, սակայն նշում է, առաջարկություն եղել է, որը դեռևս քննարկման փուլում է։ Շիրակի մարզում մի քանի ծրագիր նախատեսված է, այդ թվում նոր մարզպետը նշեց Մարալիկի հիվանդանոցի վերանորոգման ծրագիրը։ Ունենք առաջարկներ մի քանի հատ մանկապարտեզների, հատկապես այս վերջերս մանկապարտեզների առաջարկներ շատ առաջարկներ ենք ստացել եւ կարծում եմ հիմնականում մանկապարտեզների ծրագրեր են կանելու, նաեւ եւ դպրոցները պետք է նորոգենք այստեղ։ Վարչապետի գլխավորած պատվիրակությունն այնուհետև այցելեց Ամասիայի կարի ֆաբրիկա։ Այն շահագործման էր հանձնվել օգոստոս ամսին։ Ներկայումս ֆաբրիկայում աշխատում է 105 մարդ։ VKS Armenia ընկերության տնօրենի խոսքերով արտադրանքը արտահանվում է Գերմանիա։ Տեղի շուկայում գործունեություն ծավալելը համարում է ռիսկային։ Իսկ հավաստի են արդյոք մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե գործարանի աշխատակիցների աշխատավարձերը մի քանի ամիս է չեն վճարվել եւ որ հնարավոր է կառույցը դադարեցնի իր գործունեությունը։ Այս լուրերը, որ դարացնում են, ասի ոչ թե ժողովրդի օգուտին է, թե պետությունի օգուտին է, ով որ այս արել է, ես չգիտեմ, ես այս մարդունա չեմ տեսել, ես այս մարդունա ժողով չեմ ունեցել, հարցազրույց չեմ ունեցել, ես միայն ձեզ կարամ ասեմ, ես բաց եմ, իմ սոց վճարները, իմ ուղարկած աշխատավարձները բոլորը օրենքով եւ բանկի միջոցով է, կանխիկ փող չկա մեր համակարգի մեջ։ Իսկ լրագրողներից այդպես էլ վարչապետին մոտենալ եւ հարցեր ուղղել չհաջողվեց, չնայած որ նախապես կառավարության մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել էր, թե հարցազրույց նախատեսված է, սակայն ավելի ուշ տեղեկացրեցին, թե Տիգրան Սարգսյանը շտապում է, իսկ լրագրողներին հեռակա կարգով փոխանցում, որ մարզում եւ Աղետի գոտում անելիքներ շատ ունեն։ Փայլակ Վարդյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։